Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասել է, թե անցած շաբաթավերջին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում ամերիկացիների միջնորդությամբ եւ մասնակցությամբ անցկացված ռուս-ուկրաինական բանակցություններում քննարկվել են մեծամասամբ ռազմական հարցեր։ Հայրենակիցներին հասցեագրված տեսաուղերձում նախագահը նշել է, որ երկար ժամանակ անց վերստին ընձեռվեց ամերիկացիների եւ ռուսների մասնակցությամբ բանակցելու հնարավորություն։ Կան հարցեր, որոնք հարկ է վերլուծել պատերազմի ավարտին հասնելու համար։ Պետք է պատրաստվել հաջորդ հանդիպմանը։ Նախնական քննարկումները ցույց տվեցին, որ թիմերը կրկին կհանդիպեն կիրակի օրը։ Լավ կլինի, եթե այդ օրը հաջողվի առաջ խաղացում ապահովել։ Անցած ուրբաթ եւ շաբաթ օրերին կայացած քննարկումների մասին շատ տեղեկություններ չկան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը փորձում է նպաստել գրեթե 4 տարի տևող պատերազմի ավարտին։ Ռուս եւ ուկրաինացի պաշտոնյաները սկզբունքորեն չեն մերժում փոխզիջման գնալու Վաշինգտոնի կոչերը, սակայն Մոսկվայի եւ Կիևի մոտեցումները խորապես տարբերվում են այն հարցում, թե ինչպիսին պետք է լինի վերջնական համաձայնագիրը։ Ուկրաինայի քաղաքացիական բնակչությունը ցրտաշունչ ձմռան պայմաններում շարունակում է տառապել հոսանքազրկված բնակավայրերում, որտեղ շաբաթներով չեն աշխատում ջրամատակարարման եւ ջեռուցման համակարգերը։ Զելենսկու փոխանցմամբ ուկրաինական կողմը կփորձի լավագույնս պատրաստվել այս եռակողմ ձևաչափով բանակցությունների հաջորդ փուլին։ Ուկրաինան միշտ եղել է եւ կմնա խաղաղության կողմնակից, եւ այս պատերազմի շարունակման միակ պատճառը Ռուսաստանն է։ Անհրաժեշտ են դիվանագիտության իրական արդյունքներ, այլապես տպավորություն կստեղծվի, որ ռուսները բանակցային գործընթացն օգտագործում են շատ ցինիկ եւ դաժան նպատակներով։ Անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ նոր ճնշման միջոցների կիրառում, դա կլինի արդյունավետ։ Ենթադրվում է, որ հաջորդ անգամ կողմերը կհանդիպեն հաջորդ կիրակի օրը, փետրվարի 1-ին։ Ինչպես են ռուսները գնահատում Էմիրություններում տեղի ունեցած բանակցությունները։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զգուշավոր է եւ խուսափում է մանրամասներ ներկայացնելուց։ Пока не время подводить какие-то итоги, даже предварительно. Նույնիսկ նախնական եզրակացություններ անելու ժամանակը չէ, սա ընդհանրեն աշխատանքի սկիզբն է։ Այն կշարունակվի փորձագիտական մակարդակով աշխատանքային խմբի շրջանակներում։ Աշխատանքը շարունակելու շահից ելնելով իմ կողմից ճիշտ չի լինի օրակարգը հատվածաբար քննարկել, այն էլ հրապարակավ։ В интересах продолжения этой самой работы. Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվել է 2022 թվականի փետրվարի 24-ի գիշերը։ Այս տարվա հունվարի 11-ին ռուս-ուկրաինական պատերազմը տևողությամբ հավասարվել է հայրենական մեծ պատերազմին։ Հունվարի 13-ի դրությամբ Ուկրաինայում զոհվել է առնվազն 163606 ռուսաստանցի զինծառայող։ Ուկրաինացի զոհված զինծառայողների թիվը հայտնի չէ։ Ըստ փորձագետների այն մոտ է 100,000-ին։ Այսօր Ուկրաինայում պատերազմի 1434-րդ օրն է։